Լսելով կողմերի դիրքորոշումները դատան արձանագրում է հետևյալը, ինչ վերաբերում է դատավարության երկու կողմից ներկայացված ապացույցների գնահատման առողջությամբ ներկայացված դիտարկումներին, ապա դատարանը ինչպես իր նախորդ կայացված որոշումներում, որոնք ըստ էության գրեթե բոլորն էլ բողոքարկվել եւ մնացել են օրինական ուժի մեջ, վերջին որոշումը դատարանը կայացրել էր դեռևս մայիսի 15-ին, որի առնչությամբ պաշտպանության կողմաբողոք էր ներկայացրել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, 22 հունիսի 2026 թվականի որոշմամբ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշել է դատարանի կողմից կայացած որոշումը թողնել անփոփոխ։ Այդ, ինչպես նաև նախորդի կայացած որոշումներում դատարանն արձանագրել էր, որ ղեկավարվելով Վճռաբեկ դատարանի կողմից տրված անպատասխան դիտարկման հիման վրա հիմնավոր կասկածի նախատեսում չի կատարում, այդ շրջանակներում որևէ ապացույցի գնահատական իհարկե սույն միջնորդության շրջանակներում ևս չի տրվելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խափանմիջոցի քննության շրջանակներում անձի մեղավորության կամ անմեղության հարց չի լուծվում եւ դատարանը պարտավոր ավելի ճիշտ իրավասու չէ գնահատական տալ, թե հիմնական դատավարությունների քննության այս փուլում, երբ դեռևս դրանք չեն ավարտվել, արդյոք հետազոտված ապացույցների շրջանակներում հաստատվել կամ հերքվել է մեղադրյալի մեղավորությունը կամ հաստատվել կամ հերքվել է անմեղությունը։ Հետևաբար այս հաստատման առնչությամբ դատարանը կմնա իր նախորդ որոշումների տրամաբանության շրջանակներում եւ հիմնավոր կասկածի ավելի խորացված գնահատական տալուց զերծ կմնա։ Ինչ վերաբերում է դատական նիստերի տեղի չունենալուն, ինչպես նաև դրա շրջանակներում ցուցաբերված ազնվությանը, ապա եթե ազնվությունից են խոսում, արգելի պաշտպանության կողմ սույն դատական քննության շրջանակներում 4 դատական նիստ երևի տեղի չունեցել, որոնցից 2-ը պաշտպանության կողմի պատճառաբանությամբ, մեկը հանրային մեղադրողները չեն ներկայացրել, մեկն էլ դատարանի հիմքով դատանը վատառողջ էր եւ որևէ պարտականություն չունի պատճառաբանելու, թե այս ավարտան կհասկանանք։ Դատանը պարտավոր չէ պատճառաբանելու, թե հատկապես ինչու է դրսևորվել այդ վիճակը։ Հետևաբար, եթե խոսում ենք այդ ազնվությունից, ապա պետք է գնահատել եւ ունենալ այդ ազնվություն եւ գնահատել, որ նիստերը տեղի չունեցել առավելապես պաշտպանության կողմի պատճառաբանությամբ։ Իսկ թե ինչքանով էր դա ողջամիտ, ինչքանով էր բացակայությունը ողջամիտ թույլատրելի կամ անթույլատրելի, դատարանը որոշել է, որ ձեռնպահ կմնա եւ չէ շարունակում դրան առանձնատու կարեւորություն տալ։ Ինչ վերաբերում է արձանագրված մյուս դատարանը որոշակի արձանագրումներ կատարել է կողմերի կողմից ներկայացված ելույթներից, ՔԿՀ ուղղված փաստաբանական հարցման, դրա առնչությամբ պատասխանի բացակայության, ապա եթե չկա հարցման պատասխան, ըստ էության չեն կարող ենթադրել եւ որոշակի գնահատականներ տալ, թե առողջական վիճակի ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել։ Դատարանը վերստին հիշեցնում արձանագրում է, որ սույն դատական քննության շրջանակներում 2 անգամ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ եւ համապատասխան արդյունքներն արձանագրված են, համապատասխան դիտարկումները կատարված են, որոնք որևէ կերպ կասկածի տակ առնել օբյեկտիվ հիմքեր դատարանը շարունակում է բացակա համարել։ Սա առողջական վիճակին եւ ցուցաբերվող անտարբերությանը, ըստ էության 2 անգամ փորձաքննության նշանակումը չի կարող դատարանի կողմից մեղադրյալի առողջական վիճակին որևէ կերպ անտարբեր դրսևորում դիտարկվել ողջամիտ դիտորդի աչքերով։ Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից մատնանշված ինչ-որ ճնշումներին եւ այլն, կամ նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում դուք բացաձայնեցիք, դատարանը իհարկե կոնկրետ արձանագրումներ դրա առնչությամբ կատարեց եւ մատնանշեց, որ եթե ձեր մատնանշած հանգամանքների շրջանակներում որևէ կերպ կարող եք կաշկանդվածություն ունենալ ձեր մասնագիտական գործունեությունն իրականացնելու կամ չիրականացնելու հետ կապված, ապա դա որևէ կերպ չի կարող պրոյեկտվել դատարանի վրա եւ անառարկելիորեն, այսպես ասած, արձանագրելու հիմքեր տալ, թե դատարանը եւս ինչ-որ ճնշումների կամ կաշկանդվածություն ունի խափանմիջոցի, այդ թվում նաև փոփոխման առնչությամբ անպատասխան եզրանկումներ կատարելու հարցում։ Եվ ի վերջո, ինչ վերաբերում է խափանմիջոցի կիրառման հիմքերին, ապա դատարանն արձանագրում է, որ նախորդիվ խափանմիջոցի կիրառված ամենախիստ խափանմիջոցի ժամկետի երկարաձգման համատեքստում մշտապես առկա էր համարել, առավել ընդգծված առկա էր համարել խոչընդոտելու հիմքը, որը պայմանավորել էր դատակոչված անձանց հարցաքննությունը դեռևս դատաքննության շրջանակներում իրականացված չլինելու հանգամանքով, որպեսզի իրադրությունը սույն դատական նիստին արդեն վերացվեց, որովհետև հարցաքննվել են բոլոր 16 անձին, որոնք դատակոչվել եւ պետք է հարցաքննվեին սույն դատական քննության շրջանակներում։
Այդ հանգամանքով պայմանավորված դատարանն արձանագրում է, որ ըստ էության որոշակիորեն էականորեն նվազել է մեղադրյալի կողմից նորույթի բնականոն ընթացքին խոչընդոտելու ռիսկը, որն արձանագրվել է դատարանի կողմից, հետևաբար խոչընդոտելու ռիսկը այն հանգամանքների պայմաններում, որոնք արդեն իսկ արձանագրվեց, շարունակական կալանքի հիմքում չեն կարող տրվել։ Դատարանն արձանագրում է նաև, որ ըստ էության միշտ կայացած որոշումներում արձանագրվել էր հանցանքը կատարելի կանխելու հիմքը, որը ըստ էության շարունակում է ևս առկա համարվել եւ խոչընդոտելու հիմքի էական արձանագրված ռիսկի էական նվազման եւ հանցանքը կատարելու հիմքի առկայության պայմաններում դատարանը գտնում է, որ կիրառված ամենախիստ խափամիջոցի շարունակականությունը այլևս անառարկելի անհրաժեշտություն չի ենթադրում, միևնույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ հանցանք կատարելի կանխելու հիմքը ըստ էության չի կարող բացառապես պայմանավորվել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով կամ այս կամ այն կերպ դիտարկվել, թե արդյոք որևէ այլ քրեական գործով հիմնավոր կասկածից վերապացողական չափանիշով որոշակի գնահատականներ կան, թե ոչ, ընդ որում դատարանի նման մոտեցումը համահունչ է Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս արտահայտված իրավական դիրքորոշումներին։ Հաշվի առնելով դատարանի կողմից կատարված արձանագրումները, դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափամիջոց կալանքը ենթակա է փոփոխման, դատարանը որոշում է մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես այլ ընտրանքային խափամիջոցներ համակցված կիրառել տնային կալանքի 3 ամիս ժամկետում, որի շրջանակներում վերջինիս արգելել ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ եւ տվել հաղորդակցության ձևերից, այդ թվում փոստային առաքանոց, շփում ունենալ այլ անձանց հետ, բնակության վայրում ջուրը տալել այլ անձանց, բացառությամբ պաշտպանների, ինչպես նաև այդ բնակարանում մշտապես գտնվող անձանց, ընդ որում նման սահմանափակումները չեն տարածվում շտաբ բժշկական օգնություն, իրապահմանումներ, արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու, ինչպես նաև պաշտպանների հետ կապ հաստատելու դեպքերի։ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալը խափամիջոցը պետք է կրի հաշվառման բնակության վայրում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայրոստի փողոցի 39-րդ տանը, միևնույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ համակցված պետք է կիրառել հաշվի առնելով այդ թվում դատարանի արձանագրումներին զուգահեռ հաշվի առնելով վերագրվող ենթադրյալ հանցավորարարների բնույթը, ծանրության աստիճանը, այդ հանգամանքների շրջանակներում դատարանը գտնում է, որ համակցված պետք է կիրառել նաև գրավը 15 միլիոն դրամի չափով, որը ենթակա է վճարման համապատասխան օրենսդրական կարգավորումների շրջանակներում, ինչպես նաև դատարանի տրամադրության որպես վարույթ իրականացնող մարմին դատարանի տրամադրության տակ պահպանել մեղադրյալին, այդ հանգամանքի հաշվառում դատարանը անհրաժեշտ է համարում որպես համակցված խափամիջոց կիրառել նաև բացակայելու արգել։ Սա կիրառված խափամիջոցների շրջանակներում յուրաքանչյուր արձանագրման, ինչպես նաև բոլոր հանգամանքների առնչությամբ դատարանի առավել մանրամասն դիտարկումները տեղի գտնել որոշման թղթային տարբերակում։